Armedia YouTube-յան ալիքում ԱՄՆ գլխավոր լուրերն են, ես Հարություն Մինասյանն եմ, բարև ձեզ։ Սկզբում պետք է մի փոքր էլի խնդրանք իմ կողմից ուղղեմ ձեզ, ալիքին բաժանորդագրվելու, լուրերը հավանելու եւ դրանք տարածելու վերաբերյալ իհարկե կանխավ շնորհակալություն։ Միացյալ Նահանգների Գերագույն դատարանում տեղի ունեցած կարևոր լսումները կարող են լուրջ շրջադարձ բերել երկրի քաղաքացիության քաղաքականության մեջ։ Նախագահ Դոնալդ Թրամփը անձամբ է մասնակցել լսումներին, փորձելով պաշտպանել իր վարչակազմի որոշումը, որով սահմանափակվում է ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը։ Սա պատմական պահ էր, քանի որ նա դարձավ առաջին գործող նախագահը, որը ներկա գտնվեց Գերագույն դատարանի նիստին։ Դատարանի դատավորները թե պահպանողական, թե լիբերալ թևերից կասկածի տակ դրեցին Թրամփի հրամանի իրավական հիմքերը։ Նրանք հարց բարձրացրեցին. արդյոք այս որոշումը համապատասխանում է ԱՄՆ սահմանադրությանը եւ դաշնային օրենքներին։ Հատկապես սուր հարցադրումներ հնչեցին գործի տեխնիկական կողմերի վերաբերյալ։ Դատավոր Բրաուն Ջեքսոնը հարցրեց, ինչպես է կառավարությունը իրականում որոշելու ով է քաղաքացի եւ ով ոչ, նույնիսկ ծննդատան մակարդակում։ Գերագույն դատարանի նախագահ Ջոն Ռոբերտսը նույնպես կասկած հայտնեց, նշելով, որ վարչակազմը փորձում է փոքր եւ առանձնահատուկ օրինակներից ընդհանրացված եզրակացություններ անել միլիոնավոր մարդկանց վերաբերյալ։ Դատավոր Քլարենս Թոմասը միակն էր, որը ավելի մոտ էր թվում վարչակազմի դիրքորոշմանը, ընդգծելով, որ Սահմանադրության 14-րդ փոփոխությունը սկզբում ուղղված էր ազատված տրուկներին քաղաքացիություն տալուն, ոչ թե ներգաղթի հարցերին։ Թրամփի հրամանագիրը, որը ստորագրվել է նրա երկրորդ նախագահության ժամկետի առաջին իսկ օրը, նախատեսում է զրկել ԱՄՆ-ում ծնված երեխաներին քաղաքացիությունից, եթե նրանց ծնողները գտնվում են երկրում ապօրինի կամ ժամանակավոր կարգավիճակով։ Սակայն այս մոտեցումը հակասում է ավելի քան մեկ դար ձևավորված իրավական պրակտիկային։ 14-րդ փոփոխությունը հստակ ասում է, որ Միացյալ Նահանգներում ծնված բոլոր անձին քաղաքացի են, բացառությամբ շատ սահմանափակ դեպքերի, օրինակ դիվանագետների երեխաների։ Դատարանի վերջնական որոշումը սպասվում է այս տարվա ամռան սկզբին եւ կարող է դառնալ Թրամփի ներգաղթային քաղաքականության ամենակարևոր իրավական փորձություններից մեկը։ Թրամփը լսումներից հետո կրկին քննադատեց համակարգը, հայտարարելով, որ Միացյալ Նահանգները միակ երկիրն է, որը թույլ է տալիս ծննդյան հիմքով քաղաքացիություն։ Մինչդեռ իրականում նման քաղաքականություն ունի աշխարհի շուրջ 3 տասնյակ երկիր, հիմնականում ամերիկյան մայրցամաքներում։ Կալիֆոռնիայի լրացուցիչ սննդային աջակցության ծրագրի SNAP-ի մի շարք իրավասության չափանիշներ պաշտոնապես փոփոխվել են այսօր, եւ այդ փոփոխությունների մեծ մասը վերաբերում է օրինական կարգավիճակ ունեցող ներգաղթյալներին։ Կալիֆոռնիայի սոցիալական ծառայությունների վարչության CDSS-ի տվյալներով CalFresh ծրագրի փոփոխությունները պայմանավորված են HR1 օրենքով։ Այսօրվանից նահանգը սկսել է իրականացնել փոփոխությունները, որոնց արդյունքում օրինական կարգավիճակ ունեցող ներգաղթյալների մեծ մասը այլևս չի համարվելու իրավասու CalFresh ծրագրի համար։ CalFresh ծրագրից դուրս են մնում հետևյալ խմբերը. ապաստան ստացած անձինք, փախստականները, պարոլով մուտք գործած անձինք, բացի կուբացի եւ հայցի մուտք գործողներից, արտաքսումը ժամանակավորապես կասեցված անձինք, պայմանական մուտք ստացած անձինք, մարդկային թրաֆիքինգի զոհերը, ընտանեկան բռնության ենթարկված ոչ քաղաքացի անձինք, իրաքցի կամ աֆղանստանցի հատուկ ներգաղթային վիզա ունեցողներ, որոնք դեռևս մշտական բնակիչ չեն, որոշ աֆղանստանցիներ, որոնք ստացել են պարոլ 2021 թվականի հուլիսի 31-ից մինչև 2023 թվականի սեպտեմբերի 30-ը, որոշ ուկրաինացիներ, որոնք ստացել են պարոլ 2022 թվականի փետրվարի 24-ից մինչև 2024 թվականի սեպտեմբերի 30-ը։ CalFresh ծրագրի լրացուցիչ փոփոխությունները ուժի մեջ կմտնեն հունիսի 1-ից։ Այդ պահից էլ կփոխվեն ծրագրի ժամանակային սահմանափակումները 18-ից 65 տարեկանային մեծահասակների համար, որոնք չունեն փոքր տարիքի երեխաներ։ CDSS-ը հայտնել է, որ այդ անձինք պետք է կամ ազատված լինեն այս պահանջներից, կամ բավարարեն աշխատանքի եւ համայնքային ներգրավվածության պահանջները 3 տարվա ընթացքում 3 ամսից ավելին նպաստ ստանալու համար։ HR1-ը փոփոխում է այդ կանոններն այնպես, որ ավելի շատ մարդիկ պարտավոր կլինեն արդեն աշխատել կամ մասնակցել համայնքային ծրագրերի իրենց նպաստները պահպանելու համար։ Կոնգրեսի բյուջետային գրասենյակի գնահատմամբ այս փոփոխությունների արդյունքում առաջիկա 10 տարիների ընթացքում SNAP ծրագրի ստացողների միջին ամսական թիվը կնվազի մոտ 2.4 միլիոնով։ Նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կազմակերպված միջոցառման ընթացքում հանդես եկել կարևոր հայտարարություններով, միաժամանակ անդրադառնալով թե կրոնական, թե ռազմաքաղաքական թեմաներին։ Միջոցառումը, որին մասնակցում էին հոգևոր առաջնորդներ եւ բարձրաստիճան պաշտոնյաներ, նվիրված էր զատիկի տոնին եւ ըստ նախագահի նպատակ ուներ ընդգծել հավատքի դերը ամերիկյան հասարակության մեջ։ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներում նկատվում է կրոնական վերելք, նշելով, որ աճել է ինչպես Աստվածաշունչի վաճառքը, այնպես էլ եկեղեցի հաճախողների թիվը։ Սակայն միջոցառումը
հարթակ վերածվել է նաև քաղաքական հարթակի։ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ ընթացող ռազմական գործողությունները մոտենում են ավարտին, շեշտելով, որ Միացյալ Նահանգների հիմնական նպատակը շարունակում է մնալ նույնը՝ թույլ տալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել։ Նախագահը նաև հերթական անգամ քննադատել է ՆԱՏՕ-ի դաշնակիցներին, հայտարարելով, որ Միացյալ Նահանգները մեծ ծախսեր է կատարում դաշինքի համար, սակայն անհրաժեշտ պահին չի ստանում համարժեք աջակցություն։ Նա նույնիսկ ՆԱՏՕ-ին բնութագրել է որպես թղթևագր, ընդգծել է, որ Միացյալ Նահանգները կարող է գործել նաև առանց դաշնակիցների մասնակցության։ Նախագահը չբացառեց նաև, որ Միացյալ Նահանգները շուտով դուրս կգա Իրանի տարածքից, սակայն անհրաժեշտության դեպքում կվերադառնա իրականացնելու գետային հարվածներ։ Միացյալ Նահանգները Իրան հարաբերություններում լարվածությունը նոր փուլ է մտնում ուղեկցվելով հակասություններով։ Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի նախագահը ցանկանում է հրադադար, իր խոսքերով բանակցությունների նախօրեին։ Նա այս հայտարարությունը հրապարակել է True Social հարթակում, ընդգծելով, որ ցանկացած հրադադար հնարավոր է միայն այն դեպքում, եթե Հորմուզի նեղուցը լիովին բաց եւ անվտանգ լինի։ Սակայն Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային Թրամփի հայտարարությունները բնութագրել է կեղծ եւ անհիմն, շեշտելով, որ Իրանը չի դիմել հրադադարի եւ չի ընդունում սպառնալիքների լեզու։ Թրամփը նաեւ զգուշացրել է, որ եթե Իրանը չբացի Հորմուզի նեղուցը, Միացյալ Նահանգները կարող է այնպես հարվածել, որ երկիրը վերադառնա քարե դար։ Կուլիսների հետևում սակայն շարունակվում են դիվանագիտական շփումները։ Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կապ է պահում միջնորդների հետ, փոխանցելով, որ Վաշինգտոնը պատրաստ է դիտարկել հրադադարի տարբերակը, եթե Իրանը կատարի որոշակի պայմաններ։ Ըստ տեղեկությունների, ամերիկյան պաշտոնյաները միջնորդներին փոխանցել են հստակ երաշխիքներ, որ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին եւ խորհրդանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը չեն հանդիսանա թիրախ ընթացող բանակցությունների պայմաններում։ Միացյալ Նահանգներում նոր նախաձեռնություն է մեկնարկել ուղղված պետական միջոցների չարաշահումների դեմ պայքարին։ Փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ երկրում առկա է խոշոր խարդախության խնդիր, որի հետևանքով միլիարդավոր դոլարներ են կորսվում, ինչպես ամերիկացիների, այնպես էլ արտասահմանցիների կողմից իրականացվող չարաշահումների արդյունքում։ Ընդամենը վերջերս ստեղծվել է հատուկ խումբ, որը գլխավորում է հենց փոխնախագահը։ Նպատակը կանխել պետական միջոցների հոսքը դեպի խարդախներ եւ ուժեղացնել վերահսկողությունը։ Արտահրադատության նախարարությունում էլ ձևավորվել է նոր բաժին, որը զբաղվելու է հենց այս ուղղությամբ։ Ղեկավար է նշանակվել փորձառու դատախազ Քոլին Մակդոնալդը, որը պաշտոնապես երթում է տվել եւ ստանձնել պարտականությունները։ Նորանշանակ պաշտոնյան հայտարարել է, որ պայքարը լինելու է համապարփակ, ընդգծելով, որ այսուհետև ոչ մի խարդախություն լինի մեծ թե փոքր, չի մնալու անպատասխան։ Միացյալ Նահանգներում եւ աշխարհում նորից ուշադրության կենտրոնում է հայտնվել կորոնավիրուսը, այս անգամ CK-դա անվանումով նոր շտամի պատճառով։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը եւ Միացյալ Նահանգների հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնը հետևում են BA.3.2 տարբերակին, որը պատկանում է Օմիկրոն ընտանիքին եւ արդեն տարածվել է առնվազն 23 երկրում։ Միացյալ Նահանգներում այն հայտնաբերվել է առնվազն 25 նահանգում։ Թեև այս տարբերակը տարածվում է, այն դեռևս չի դարձել գերակշռող շտամը։ Մասնագետները նշում են, որ դեռ վաղ է ասել, արդյոք այն կդառնա հիմնական տարբերակը, թե ոչ։ Նոր տարբերակն առանձնանում է մեծ թվով մուտացիաներով, մոտ 70-ից 75 փոփոխությամբ, ինչը մտահոգություն է առաջացնում գիտնականների շրջանում։ Վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ներկայիս պատվաստանյութերը կարող են ավելի քիչ արդյունավետ լինել այս տարբերակի դեմ, սակայն որոշակի պաշտպանություն այնուամենայնիվ ապահովում են։ Միացյալ Նահանգներում ընդհանուր վիճակն այս պահին գնահատվում է համեմատաբար կայուն։ Ախտանիշները հիմնականում նույնն են՝ ջերմություն, հազ, շնչառության դժվարություն, կոկորդի ցավ եւ քթի խցանում։ Մասնագետները խորհուրդ են տալիս հատկապես բարձր ռիսկի խմբերին, տարեցներին, քրոնիկ հիվանդություններ ունեցողներին եւ իմունային խնդիրներ ունեցող անձանց ստանալ թարմացված պատվաստանյութ։ Կանխատեսվում է, որ ամռան ամիսներին հնարավոր է նոր աճ, ինչպես դա եղել է նախորդ տարիներին։ Վաշինգտոնում շարունակվող քաղաքական ճգնաժամը նոր փուլ է մտնում կապված ներքին անվտանգության նախարարության ֆինանսավորման շուրջ առաջացած փակուղու հետ։ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը եւ Սենատի մեծամասնության առաջնորդ Ջոն Թյունը հայտարարել են, որ առաջարկում են ճանապարհային քարտեզ, լիարժեք ֆինանսավորելու ներքին անվտանգության նախարարությունը եւ վերջ դնելու պատմական մակարդակի հասած մասնակի կառավարության փակմանը։ Նրանց համատեղ հայտարարության համաձայն հանրապետականները նախատեսում են առաջ շարժվել երկու զուգահեռ ուղիներով։ Առաջինը անցկացնել ֆինանսավորման գործընթացը սովորական օրենսդրական կարգով, իսկ երկրորդը օգտագործել հատուկ բյուջետային մեխանիզմ, որը թույլ կտա օրենքն անցկացնել առանց դեմոկրատների աջակցության։ Սակայն այս ռազմավարությունը դեռևս երաշխավորված չէ եւ արդեն բախվում է քաղաքական դիմադրության ինչպես դեմոկրատների, այնպես էլ որոշ հանրապետականների կողմից։ Ճգնաժամը սրվեց նաեւ այն բանից հետո, երբ Սենատը ընդունեց մի օրինագիծ, որը չի ներառում ֆինանսավորում ներգաղթի վերահսկող մարմինների համար, այսի ու սահմանապատ
ծառայության։ Միաժամանակ ներկայացուցիչների պալատի հանրապետականները առաջարկեցին կարճաժամկետ լուծում 60 օրով ամբողջությամբ ֆինանսավորում նախարարությանը։ Այս տարաձայնությունների պատճառով կառավարությունը շարունակում է մնալ մասնակի փակված վիճակում, իսկ օրենսդիրները մեկնել են երկշաբաթյա արձակուրդի առանց վերջնական համաձայնության։ Դեմոկրատները հայտարարել են, որ եթե լինի համաձայնություն, պատրաստ են վերադառնալ ու աջակցել այն նախագծին, որը իրենց համար միակն է։ ՆԱՍԱ-ն պատմական քայլ է կատարել մեկնարկելով Արտեմիս 2 առաքելությունը, որը դարձել է մարդկության առաջին լուսնային թռիչք ավելի քան կես դարի ընթացքում։ 4 տիեզերակ գնաց, 3 ամերիկացի եւ 1 կանադացի բարձրացել են տիեզերք Ֆլորիդայի Քենեդի տիեզերակայանից, որտեղ տասնյակ հազարավոր մարդիկ էին հավաքվել ականատես լինելու այս պատմական պահին։ Այս առաքելությունը կարևոր փուլ է ՆԱՍԱ-ի ծրագրում 2 տարվա ընթացքում մարդու վերադարձել լուսնի մակերես ապահովելու համար։ Արտեմիս 2-ը մեկնարկել է նույն հարթակից, որտեղից ժամանակին թռիչք էին սկսել Ապոլոն ծրագրի տիեզերագնացները։ Նոր առաքելությունը համարվում է մարդկության համար նոր դարաշրջանի սկիզբ տիեզերքի ուսումնասիրության մեջ։ Թռիչքից ընդամենը մի քանի րոպեանց անձնակազմը արդեն հայտնել է, որ տեսել է լուսնի բարձրացումը եւ հաստատել, որ ուղևորվում են իրենց նպատակակետը։ Առաքելությանը մասնակցում են Ռիդ Ուայզմանը, Վիկտոր Գլովերը, Քրիստինա Կոխը եւ կանադացի Ջերեմի Հանսենը։ Սա պատմության ամենաբազմազան լուսնային անձնակազմն է, առաջին կնոջ, առաջին սևամորթ եւ առաջին ոչ ամերիկացու տիեզերագնացի մասնակցությամբ։ Թռիչքից առաջ լարված պահեր են եղել կապված վառելիքի համակարգերի եւ տեխնիկական խնդիրների հետ, սակայն ՆԱՍԱ-ին հաջողվել է դրանք լուծել ու ապահովել անվտանգ մեկնարկը։ Առաջիկա 10 օրերի ընթացքում տիեզերագնացները նախ կշրջեն երկրի շուրջը, ապա կուղևորվեն դեպի լուսին, իրականացնելով թռիչք նրա շուրջը ու կշարունակեն եւս հազարավոր կիլոմետրեր, դառնալով պատմության ամենահեռուն հասած մարդիկ։ Այս առաքելությունը նաեւ կարևոր տեխնոլոգիական փորձարկում է ներառյալ Օրիոն տիեզերանավի կառավարման համակարգերը եւ անձնակազմի կենսապահովման նոր լուծումները։ ՆԱՍԱ-ի ծրագրերը այս փուլով չեն սահմանափակվում։ Արտեմիս ծրագիրը նպատակ ունի ստեղծել լուսնային կայուն բազա եւ այն դարձնել հարթակ հետագա թռիչքների համար դեպի Մարս։ Իլոն Մասկի SpaceX ընկերությունը գաղտնի ներկայացրել է իր բաժնետոմսերի առաջնային հրապարակային առաջարկի IPO-ի հայտը, ինչը կարող է դառնալ պատմության ամենամեծ ֆոնդային շուկայի մուտքերից մեկը։ Այս մասին հայտնում է Reuters-ը հղում անելով իր աղբյուրներին։ Ըստ տեղեկությունների SpaceX-ը կարող է փորձել ներգրավել ավելի քան $50 միլիարդ գերազանցելով 2019 թվականին Saudi Aramco-ի ռեկորդային IPO-ն։ SpaceX-ը միավորվել է Մասկի արհեստական բանականության XAI ստարտափի հետ ու գործարքի արդյունքում SpaceX-ի գնահատականը հասել է մոտ $1 տրիլիոն, իսկ XAI-ի արժեքը շուրջ $250 միլիարդ։ Հնարավոր IPO-ից հետո SpaceX-ի ընդհանուր արժեքը կարող է հասնել մինչև $1.75 տրիլիոն, ինչը ցույց է տալիս, որ տիեզերական արդյունաբերությունը այլևս միայն փորձարարական ոլորտ չէ, այն դարձել է լայնածավալ ներդրումային ուղղություն։ Խոշոր տեխնոլոգիական այլ ընկերություններ եւս դիտարկում են շուկա մուտք գործելու հնարավորությունը, այդ թվում ChatGPT-ի ստեղծող OpenAI-ը եւ նրա մրցակից Anthropic-ը։ Դե ինչ այսօրվա համար այսքանը, ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար, ամենակարևորը՝ խաղաղ եւ առողջ եղեք, ցտեսություն։